Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որտեղ նրանք պետք է հագենան։ Այս աշխարհում երկու տեսակ քաղց ու ծարավ կա արդարության։ Մարդկային արդարության քաղց ու ծարավ կա եւ աստվածային կամ հոգեվոր քաղց ու ծարավ կա արդարություն։ Առաջին արդարությունը ինչպիսին է, երբ որ մեզ վիրավորում են, երբ որ ներածում են, մեզ հալածում են, մեզ չարչարում են, մենք արդարության քաղց ու ծարավ ունենք։ Տեր Աստված, երբ պետք է արդարությունը հաստատվի։ Երբեմն հաստատվում է այս աշխարհում արդարությունը, երբեմն չի հաստատվում, բայց ի վերջո ահեղ դատաստանին ամեն ինչ իր տեղը կգնի։ Արդարությունը կհաղթահարի, աստվածային արդարությունը կլինի։ Մեկ ուրիշ տեսակ արդարություն կա, աստվածային արդարություն։ Ավետարանում Քրիստոս ասում է. «Փնտրեցեք երկնքի արքայությունը եւ Աստծո արդարությունը, մնացածը ձեզ ավելիով կկտրվի»։ Ինչ է Աստծո արդարությունը։ Դա մեր մեղքերի թողությունն է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Որտեղ Աստված արդար է, պետք է դատի բոլորին։ Մեզ էլ պետք է դատի։ Ամեն մեկին պետք է դատի իր մեղքերի համապատասխանությամբ։ Հիմա մենք ուզում ենք, որ Աստված մեզ չդատի։ Բայց եթե ուզում ենք չդատի, ուրեմն Աստծո արդարությունը այս աշխարհում մեզ վրա պետք է կատարվի, որպեսզի հանդերձյալ կյանքում մեզ վրա չիրականանա այդ արդարությունը։ Մենք եթե այստեղ մեղքերի թողության արժանանանք, այնտեղ դատաստանից կազատվենք։ Ուրեմն մենք ուզում ենք, որ այս երկրորդ աստվածային արդարության քաղցն ու ծարավն ունենք, մեր մեղքերի թողության քաղցն ու ծարավն ունենք։ Տեր Աստված, մենք ծարավում ենք քեզ, մեր մեղքերին թողություն տուր, այստեղ դատիր, այնտեղ մի դատիր, չէ՞։ Այս է մեր խնդրանքը։ Հիմա այսօր Եվստաթիոսի տոնն է, նրա կնոջ Թեոպիստոսի եւ երկու որդիների։ Ուրեմն ով էր Եվստաթիոսը։ Եվստաթիոսը հռոմեական նշանավոր զորավար էր։ Մի անգամ որսի էր գնացել, տեսնում է, թե ինչպես հանկարծակի մի գեղեցիկ եղջերու է իր առջև հայտնվում։ Այդ եղջերուի եղջյուրների մեջտեղում լուսեղեն խաչ էր։ Զարմանում էր, շատ էր որսարել, բայց այսպիսի բան չէր տեսել։ Եվ հետապնդում է այս եղջերուն, բայց եղջերուն փախչում է, չի կարողանում նրան հասնել։ Մեկ էլ լուսավորվում է այդ եղջերուն եւ մի ձայն է լսում։ Խաչի նշանով, եթե հավատաս խաչալին կփրկվես։ Եվ անհետանում է, տեսիլք էր տանի։ Վերադառնում է տուն, իր կնոջը տեսնում է, ասում է, «Ես ինչ բան եմ տեսել», ասում է, «Ես էլ եմ տեսել»։ Մի այդպիսի տեսիլքեր Թեոպիստան եմ տեսել։ Անմիջապես գնում են, մկրտվում են։ Հնում անուններն ուրիշ է, եւ վերանվանվում եմ Եվստաթիոս մկրտության ժամանակ, մյուսն էլ Թեոպիստոս։ Եվ այսպես մկրտվում են քրիստոնյա են դառնում։ Երկու մանչ զավակներ ունեին, մեկը 9 տարեկան էր, մեկը 7 տարեկան էր։ Եվ կայսրի հրամանատարներից մեկն էր կայսրը, երբ իմանում է, բարկանում է։ Անմիջապես կանչում է Եվստաթիոսին իր ընտանակով, ուզում է աքսորել։ Երբ նավ պետք է մտնեն, նավապետը չար անպետք մարդ էր։ Տեսնում է, որ Թեոպիստեն շատ գեղեցիկ է։ Իր նավաստիներին ասում է Եվստաթիոսին իր երկու տղաների հետ դուրս հանեք, Թեոպիստոին վերցրեք։ Եվ վերցնում են այդպես, կնոջը վերցնում են, ամուսնուն երկու տղաների հետ դուրս են անում նավից։ Շպրտում են ու նավը շարժվում է։ Բայց հենց նավահանգիստից դուրս է գալիս, նավապետը կաթվածահար է լինում, մեռնում։ Տեսեք, Աստծո արդար դատաստանը անմիջապես նրա վրա է հասնում։ Մյուս նավաստիները բացահայտ տեսնելով Աստծո պատիժը վախենում են։ Ասում են, «Ես կնոջը ձեռ չտաք, դուք էլ կմեռնեք»։ Եվ այդպես նավը գնում է, ասում են,
թողեք այս կնոջը բարբարոսների ափը թողեք, որ ազատագրվենք Աստծո պատժից։ Եվ գցում են բարբարոսների ափը եւ բարբարոսներին ասում են զգուշ եղեք, ես կնոջը ձեռ չտաք։ Ով սրան մատով կպնի, կմեռնի։ Եվ այդպես մնում է բարբարոսների մեջ, բարբարոսները ավելի բարի են գտնվում, քան հռոմեացիները։ Սիրով ընդունում են Թեոպիստեին, նրա խորհուրդներն էին լսում, իմաստուն էր, ձեռքի շնորհք ուներ, բուժում էր մարդկանց, քարոզում էր, խոսում էր, եւ այդպես սկսում են սիրել, աշտել ու պահպանել Սուրբ Թեոպիստեին։ Սա այսպես։ Հիմա տեսնենք Եվստաթիոսն ինչ եղավ։ Եվստաթիոս իր երկու որդիներից նավից մնալով, լացելով, ողբալով գնում է, մոլորված, չգիտի ուր է գնում։ Մի գետ է տեսնում, ասում ես գետն անցնեմ։ Գետն անցնելուց երկու տղաները չեն կարողանում գետի ընթացքին դիմանալ, մեկը գետը քշում է, տանում է մեկ ուրիշ տեղ, մի ափ է հանում, մյուսին տանում է մեկ ուրիշ ափ է հանում։ Մենք ենք գնում է մեկ այս ափի հովի մոտ, մյուսն էլ մյուս ափի հովի մոտ։ Եվ այդպես իրանից առանձին երկու այդ տղաները հովիվների մոտ մեծանում են։ Իսկ Եվստաթիոսը կարողանում է գետն անցնել։ Ողբալով, լացելով ասում, Տեր Աստված, հոբի նման կորցրեցի բոլորին։ Ինքն էլ գնում է մի ագարակապանի մոտ ու դառնում է մի սովորական աշխատող, բանվոր։ Անցնում են երկար տարիներ, մոտ 20 տարի։ Այդպես լացելով, ողբալով իր կյանքը անցկացնում է Եվստաթիոսը։ Հռոմեական կայսրը հիշում է իր ծառա Եվստաթիոսին։ Բարբարոսների դեմ պատերազմ էր, միայն Եվստաթիոսն էր կարողանում այդ պատերազմում քաջություններ ցուցաբերել։ Ասում է, փնտրեք ամենուրեք, գտեք Եվստաթիոսին։ Գալիս են, փնտրում են Եվստաթիոսին, բերում են հռոմեական կայսրի առջև, ասում են, դու պետք է գնաս բարբարոսների դեմ պատերազմ։ Ասում է, շատ բարի։ Բանակը տեսնեմ, ոնց է, կարող է դիմանալ բարբարոսների հարձակումներին, երբ ուսումնասիրում է, տեսնում է, որ թույլ է բանակը, նոր զինվորագրություններ, զորահավաք պետք է անել, եւ այդպես կայսրության բոլոր տեղերից նոր զինվորներ են բնում, բանակը համալրում են, եւ այդ ընթացքում երկու որդիները Եվստաթիոսի երկու տղաները, որը արդեն մեկը մեծ չափահաս տարիք էր, երկուսն էլ մեծ էին արդեն, զինվորագրվում են։ Եվստաթիոսի սիրտը այս երկու երիտասարդներին են ցա կպնում, ասում է, սրանք իմ թիկնապահները պետք է դարձնեմ։ Սրանք շատ իմաստուն, քաջ զինվորներ են, իմ կողքը թող լինեն, բայց դա աստվածային նախախնամությամբ։ Իր տղաներին բերում է իր մոտ, առանց իմանալու, որ իր տղաներն են։ Ու գնում են պատերազմ բարբարոսների դեմ։ Դե բնականաբար քաջ էր, իմաստուն էր, կարողանում է հաղթել բարբարոսների։ Իսկ բարբարոսների մոտ ով էր։ Թեոպիստեն էր։ Եվ հաղթում է, Թեոպիստեն աղաղակում է, ասում է, խնդրում եմ, ինձ էլ ձեր նավը վերցրեք։ Ես բարբարոս չեմ, ես հռոմեացի եմ։ Ինձ այստեղ գերի են հանձնել։ Եվ այդպես Թեոպիստեին վերցնում են նավը եւ բերում են զորահրամանատարի մոտ։ Եվստաթիոսի մոտ։ Երբ Եվստաթիոսը տեսնում է, ճանաչում է։ Ասում է, վայ Թեոպիստե, դու ես ողջայքուր։ Այդպես ուրախանում են, երջանկանում են, բայց սկսում են ողբալ լացել։ Բա մեր երեխեքն ինչ եղան, բա լավ, մենք Աստված մեզ փրկեց, բա մեր երկու գեղեցիկ մանչերը, մեր տղաներն ուր են, ու այտենց նստում են վրանում, լացում են։ Մի օր է այդ վրանից դուրս մայրը Թեոպիստեն ականջ է դնում երկու եղբայրների զրույցին։ Ու ամեն մեկ իր կյանքն է պատմում։ Դե ասում է, ես փոքր ժամանակ գետն անցնելիս հորս հետ ծովի մի ափն ընկա, մյուսն էլ ասում է մյուս ափ, գետի մի ափն ընկա, մեկը մյուսը։ Թեոպիստեն մի քիչ զարմանում է, ասում է, մի քիչ նման են իմ տղաներին։ Գալիս է Եվստաթիոսին ասում է, «Էս քո
թիկնապահները այսինչ պատմություն են արել։ Ով կլնեն սրանք։ Շատ նման են սիրտս քաշում է։ Որ լսում է թե Եվստաթիոս ուրախանում, ասում է այդ մեր տղաներն են։ Ուրախանում է, երջանկանում են, գանց են, ողջագուրվում են, Աստծուն փառք են տալիս եւ Աստծո արդարությունը երկրի վրա է կատարվում։ Իհարկե հետագայում հռոմեական կայսրը ապերախտ է գտնվում, այս ընտանիքին բոլորին նահատակում է, բայց իրենց համար դա հեչ կարևոր չէ արդեն։ Իրենք Աստծո փառքը տեսել էին, ուրախացել են, երջանկացել են, միասին էլ նահատակվում են, Աստծո արդարությունը կատարվել էր այս երկրի վրա, մնում էր երկնքում կատարվեր եւ բնականաբար կկատարվի։ Այո, դատաստանի ժամանակ բոլոր մեղավորները իրենց գործերի, իրենց արարքների համար պատասխան են տալու։ Ուրեմն մենք էլ խնդրենք եւ ասենք. Տեր, քո ողորմությամբ մեզ քավիր, քո արդարությամբ մեզ մի դատիր։ Ամեն։